Ողջույն, Գործարարալիքի եթերում վերադարձող կապիտալ հաղորդումն է, մենք խոսում ենք հայրենադարձության մասին, նախկին սփյուռքահայերի հետ, որոնք որոշել են մի օր հայրենադարձել։ Այսօր մեր հյուրն է Սոսի Ղազարյան։ Ողջույն Սոսի ջան։ Մեկ հատ մեզ ասեք, որտեղից եք եկել, երբ եք հայրենադարձել եւ ինչն է ձեր հայրենադարձության պատճառը։ Օй Դիրան ջան, մի քիչ մեր մոտ խառը պատմություն է, բայց այնուամենայնիվ ասեմ, որ իրականում ծնվել եմ Հայաստանում եւ 2.5 տարեկանում մենք գնացել ենք Լիբանան, իրականում մայրս եւ հայրս այնտեղ ծնված են, հայրս 47 թվականին հայրենադարձվածներից են Հայաստան, մայրս այնտեղ ծնվել մեծացել է, մենք մուսալերցի ենք իրականում մարմատներով եւ երկար պատմություն ունենք, բայց կարճ ասեմ 91 գրեթե կարելի ասել 91 թվականին մենք գնացինք Լիբանան Ինչպես շատերը, որտեղ շատ վատ վիճակ էր Հայաստանում, կատաստրոֆիկ վատ վիճակ էր Հայաստան, գնացինք այնտեղ իմ գիտակից 8-9 տարի այնտեղ եմ ապրել, գիտակցական կյանքից վրա շատ մեծ ազդեցություն թողած տարիներ են, պետք է ասեմ, բայց հետո չենք կարող Այսինքն եղբայրս մի մաս ընտանիքի Հայաստան վերադարձավ, որտեղ Հայաստանը իր ամենավատ բաներով հանդերձ դեռ ձգում էր, որովհետև նաև մարդկային առումով լրիվ ուրիշ էր Հայաստանում, նույնիսկ ամենավատ պայմաններում ավելի մարդ էինք եւ այնպես մի մաս ընտանիքից վերադարձավ Հայաստան, հետո մի 8 տարի եւս դիմադրելուց հետո վերջապես մենք էլ վերադարձանք, հայրենադարձեցինք, մայրիկը որոշեցին ընտանիքը հետ բերել Հայաստան։ Այո, վերամիավորվել Հայաստան։ Ու շատ հետաքրքիր է, որ իրենք մի անգամ հայրենադարձել են, գնացել են նորից հայրենադարձել։ Մենք հյուր չենք ունեցել, որ երկու անգամ հայրենադարձել։ Բայց նաեւ ես մենք հյուր ենք ունեցել, որ 91-ին գնացել է, բայց վերադարձել է ընդհանրենք 2015-20-ին եւ որ մի քիչ ավելի ապրելու դեղ էր Հայաստան, բայց ոչ թե 99-ին հետ վերադառնան ու ուզենան վերջնական այլևս ստեղ մնալ թեկուս իր ամեն խնդիրներով։ Ինչպես էր ձեր վերադարձը, հետ ձեր ընկերները կդակ ստեղ, ինչպես Ճիշտ ասած, վերադարձս երազում ես գնացածս ժամանակ թե փոքր եմ եղել, բայց այստեղ մեծ ընտանիք ունենք բարեկամներ, հարազատներ եւ գնացածս վարքյանից ես ուզում եի հետ Հայաստան գալ, այդ անկեղծ եմ ասում, թեև այնտեղ ունեի ընկերներ, դասարան, դպրոց շրջանակ, բայց հայկական դպրոց եք գնացել։ Այո, հայկական դպրոց եմ գնացել, բայց մեկը ամբողջ ուշքումի սկսեց որպես փոքր երեխա Հայաստանն է եղել։ Իմ համար մի նոր կյանք ա եղել Հայաստան վերադարձը, ճիշտ ասեմ, որովհետև անկեղծ կլինեմ, այնտեղ էլ դժվար տարիներ են ունեցել, բայց այն մարդկային արժեքները, որոնք որ այստեղ կան, այն ժամանակ որ կային ամենայն դեպս ոչ միտեղ ես այնտեղ հաստատ չգտա եւ երջանիկ էի որպես վերածնվեցի Հայաստանում երկրորդ անգամ կարամ ասեմ եւ կյանքս լրիվ լիովին ուրիշ հունով ընթացավ այնպես որ երջանիկ եմ շնորհակալ եմ ծնողներիս որ այդ որոշումը ամեն դեպքում կայացրեցին եւ մենք վերադարձանք Հայաստան շատ ուժեղ որոշում եք թեկուս Լիբանանում որ այն ժամանակ այսինքն չգնացիք Ամերիկա որ ասեք որ մարդկային արժեքներ բայց մի անգամից վերադարձաք ու ուրախությունը ինչքան մեծ էր ձեր ինչպես եք վերադարձել ինչ եք արդեն համալսարան դպրոց եմ շարունակել իրականում այո եւ հետո համալսարան դպրոց շարունակեցի դպրոցս այստեղ շատ դժվար էր պետք է ասեմ որովհետեւ լրիվ տարբեր սիստեմից educational եկանք լրիվ ուրիշ կրթական համակարգ եւ կատեգորիկ տարբեր էին բայց հասցրեցի այսպես հետո ընդունվեցի համալսարան ու արդեն կյանքս կայացավ այստեղ անկեղծ կլինեմ ամեն դժվարություններով հանդերձ կյանքս այս պահին ուրիշ տեղ չեմ պատկերացնում եւ հուսով եմ որ այդպես էլ կմնա Ձեր ծնողներն չէր փոշմանել որ վերադարձան չէ Չէ ինձ թվում է շատ ճիշտ որոշում էր դա որովհետեւ նախ ընտանիքը վերամիավորվեց եւ ուրիշ ձևի կայացավ մեր վերադարձը Հայաստան այսպես ասեմ վերագտանք մեզ ու ձեր ընկերները որ այն ժամանակ թեր գնում էին այստեղից չէին ասում որ վայ ինչու վերադարձակ մենք ենք ուզում գնանք այլ երկիրներ բայց դուք վերադառնում եք զարմանալի էր ձեր իրականում հա շատերի համար էր զարմանալի որովհետև շատերը իրականում այդ ժամանակ գնացին ուրիշ երկրներ եւ շատ ավելի միգուցե եւ ավելի լավ կայացան որպես այդպեսին բայց չեմ փոշմանել այսինքն շնորհակալ եմ որ այդ բան արել են եւ ես անձամբ վստահաբար չեմ փոշմանել այդ որոշման համար շատ ուրախ եմ որ այդպես եղավ
Հետո համալսարան ինչ ուսանեցաք։ Համալսարան սկզբում աստվածաբանություն ուսանեցի եւ հետո արևելագիտություն master's-ս արեցի, բայց միշտ որպես գործ միշտ ինձ տեսել եմ մի վայրում, որտեղ որ պետք է լինեն շատ տուրիստներ։ Հա։ Այո, անպայման։ Չգիտեմ, այդ Գանդանիկի մեջ է ցեր նման մարդ որ Չէ, բայց պստիկուց ուզում էի stewardess դառնայի։ Այդ նախ օթանավն էի շատ սիրում եւ շփումը անկեղծ այդ շփումը շատ ինձ հետաքրքիր լիցքավորում էր ուրիշ տեսակ եւ շատ էի սիրում ու կարծես թե այդպես էլ կյանքը ինձ ուղղորդեց ինչ ուզում ես լինում ա վերջում եթե շատ ուզես մի բան դուք հասակ մի դեղ որ արդեն կորձի ընդունվեցիք ոնց էին ձեր առաջին կորձերը հենց ի սկզբանե համալսարանի վերջին բանից կուրսից արդեն master's-ի մագիստրատուրայի այնպես ստացվեց որ իմ շատ լավ բարեկամներից մեկը հուշեց որ գիտես այստեղ լավ տեղ ա միգուցե այստեղ դիմես եմ որ ասում էի ու այնպես ստացվեց որ դիմեցի եւ առիթ ուզում օգտագործեմ եւ երկու մարդկանց շատ շնորհակալություն հայտնեմ մեկը իմ բաժնից նախկին ղեկավարին Քրիստինե Գուքանյանին եւ մեր գործադիր տնօրեն Վահագն Մարաբյանին, որ այդ հնարավորություն ինձ ընտրեցին։ Հիմնարկի անուն չասեցիք դեռ։ Չասեցի։ Այո, չասեցի։ Այնքան երկար եմ այնտեղ աշխատել, որ կարծես թե թվում է թե բոլորը արդեն այդ մասին որ կարծես թե արդեն ընդդեմ երկրորդ բոլորը գիտեն։ Աշխատում եմ Գաֆէջան արվեստի կենտրոնում, Դիրանջան հիմա եւ սկսել եմ այնտեղ վաճառող խորհրդատուի պաշտոնից հետո դարձել եմ Թանգարանի խանութի եւ այցելուներ կենտրոնի տնօրենի օգնական եւ էքսկուրսավար հետո արդեն զբաղեցի այդ պաշտոնը քանի որ մեր նախկին բաժնի ղեկավարը ստիպված էր թողնել գնալ խոսալ շատերը այսօր նոր սերունդերին Քաֆեջան որ ասում է չգիտեն ով է Քաֆեջան ուզում եմ այդ Քաֆեջանն էլ որովհետեւ ինքը հայրենադարձ մարդ է չի մնացել այստեղ բայց իր ամենաթանկագինն է բերել Հայաստան խնդրում եմ նոր կամ չիմացող մարդկանց համար Քաֆեջանի մասին մի կարճ ասեք որ ինչ տեսակի մարդ է եղել որ այս հրաշք դերն է հիմնել։ Այո, պարոն Գաֆէջյանը մեծ գործարար, այո, ասած հոգին լույսերի մեջ պահի, մեծ գործարար եւ ֆիլանթրոպ էր առաջին հերթին, հայ ու հպարտեմ որ այդպես հայրենակից ունենք։ Այո, Նյու Յորքից, Բրուքլինից, ինքը 2002 թվականին եկավ Հայաստան եւ կառավարության հետ մեկտեղ հանձնառան Կասկադի ամբողջությամբ վերանորոգությունը։ Մի փոքր անդրադարձ անելով Կասկադի պատմության ասեմ որ Ալեքսանդր Թամանյանի միտքն ա եղել առհասարակ Կասկադի կառուցումը, որ նաև միտք ուներ միացնել քաղաքի կենտրոնական հատված ավելի հյուսիսային հատվածի հետ։ Այնուհետև 80-ական թվականներին Ջիմ Թորոսյան ճարտարապետի ղեկավարության այսպես ասած ներքո նոր կյանք ստացավ Թամանյանական պրոյեկտը եւ սկսվեց վերանորոգությունը Կասկադի եւ բայց Կասկադը ինչ վիճակում էր 2002-ից առաջ չէր գառուցված չէ բայց 88 թվականի երկրաշարժի պատճառով ոնց որ բաներ այդ project-ը այսպես ասած մնաց մինչև 2002 թվական բարոն Կաֆեջյանը եկավ այո անտեսվեց եւ Թորոսյանական այսպես ասած բանը կյանքի կոչեցին բայց արդեն մտքով որ այն դարձավ արվեստի կենտրոն ժամանակակից արվեստի որը որ նաև իր մեջ իր mission and vision նա կանոն անում որ ինքը ներկայացնում է լավագույնը դրսի Հայաստանում եւ մեր լավագույնն էլ փորձում ենք ցույց տալ աշխարհին Պետք է նախինում նախադեсված էր Թամանյանի ծրագրով որ արվեստի կենտրոն լինի այդ աստիճանների հետևի հատվածը Թորոսյանական իրականում բանով ինքը պետք է ունենար սրահներ որտեղ որ նաև կարևոր համերգներ չէ կարևոր միջոցառումներ պետք է տեղ ունենային եւ կառավարական եւ բան այսպես դրա պատճառով է որ օրինակ մեր սրահներից մեկը նկարազարդել է Գրիգոր Խանջյանը որ ման նկարը իսկ մյուսը Արտաշես Հովսեփյանը որ մնա քանդակը այսպես ասած արել է որպեսզի իրենք այդ նպատակով այսպես ասած զարդարվել, հա որ կարևոր միջոցառումներ պետք է տեղ ունենային այնտեղ, նույնիսկ կառավարական մասշտաբի այսպես։ Բայց ուրախ Փառք Աստծո շնորհակալ ենք պարոն Գաֆէջյանին, որ այդ ամենը իրականություն դարձավ իր շնորհիվ եւ կառավարության հետ համատեղ ուժերով այսպես։ Բայց ինքը նախ կառավարության հետ եւ որ համացանել այդ որ վերցնի ու վերանորոգի, ինքը առաջարկած էր որ իր ամենաթանկարժեք ժամանակագից կորձերը որ ունի ինքը որպես կոլեկցիոներ Նյու Յորքում
Փերի ու դեղադրի բարդեզում ու ներսի հատվածում այդ պայմանավորվել էր թե հետո Այդ չեմ կարող ասեմ։ մտահղացա։ Այդ չեմ կարող ասեմ Տիրան ջան, ուղղակի քիչ ավելի ներքին ինֆորմեյշնը, որը որ չեմ տիրապետում, ինքը ուղղակի ի սկզբանե ինքը պետքա դառնար արդեն արվեստի կենտրոն, այսքանով կարող եմ ասել, եւ ինքը շատ շռայլ գտնվելով իր հավաքածուի լավագույն նմուշներից, այսպես ասած, նվիրեց Երևանին եւ հայաստանցիներին, դարձնելով մեր Հայաստանի ամենակարկառուն տեսարժան վայրերից մեկը, որը որ հպարտանում ենք այդ մասշտաբների բան արվեստի գործեր ունենալով այստեղ Հայաստանում։ Այսինքն ժամանակակից ամենալավ կորձիկների, այսինքն արվեստագետներից ունենք մենք քոնե մի հատ, երկու հատ սկսելով Բոտերոից, այո, սկսել Բոտերոից, աշխարհաշագա, համաշխարհ ներսում էլ լիքը բաներ կան, այո, կորձեր կան, ու ոնց է մոդեցումը ենթադրենք օդար երկրացի, ոչ թե սփյուռքահայերի, որ գալիս են Հայաստան, ոնց են տեսնում ու զարմանում, որ Բոտերո են տեսնում Հայաստանում, ինչպես է։ Շատ ճիշտ նկարագրեցիք, քանի որ հենց շատ եմ շփվում հենց մեր այցելու տուրիստ օտարերկրյա այցելուների հետ, իրականում հենց այդ հիացմունքը կա եւ զարմանքը, որ չեն սպասում Հայաստանի պես տեղը այո, այս level-ի, այս մակարդակի քանդակներ տեսնել եւ այս տիպի արվեստագետների նմանատիպ գործեր ամեն դեպքում իրոք այդ հիացմունքը կա եւ դրանով ինքը դա շատ հետաքրքիր ժամանակակից արվեստ ներկայացնող նաեւ յուրահատուկ կենտրոն դարձավ ամբողջ Հայաստանի համար խոսքով եւ իրենք ամենաշատը ինչն են քնահատում օդար երկրացիների մասին խոսքը որովհետեւ եթե ուզում եք туриզմը ավելի զարգանա պետք է օդար երկրացիներում գրավենք ոչ միայն սփյուռքահայերում ճիշտ եք ասում իրականում նայեք ինքը կասկադը ամբողջությամբ այդ շինությունը ինքնին արդեն շատ յուրահատուկ է եւ զարմանահրաշ որովհետեւ ոչ մեկի մտքով առաջին հայացքից նայելով չի մտածի որ այդպիսի յուրօրինակ ցուցասրահներ եւ գործեր ունենք հենց բացի դրսից նաեւ ամբողջությամբ ներսում ինքը իր structure-ով այսպես ասած կառուցվածքով արդեն շատ յուրօրինակ է ու միայն այդ կառուցվածքը արդեն մեծ հիացմունք է պատճառում դրա համար դարձել է ամենատուրիստիկ այսպես ասած ամենաբան կենտրոններից մեկը արդեն այդտեղից սկսյալ մնացածն էլ արդեն շատ այժմ այս պահին մեզ մոտ շատ հետաքրքիր ձևով համադրվում են եւ դրսի հանրաճանաչ մեր արվեստագետների այսպես ասած գործերը եւ արդեն մեր հայկական շատ հետաքրքիր ցուցադրություններ ունենք մշտապես փոփոխվող Խանջան ունենք ուրիշ ինչ ունենք Գրիգոր Խանջան ունենք Արտաշես Հովսեփյանի որ մնաք հանդակ ունենք դրանք մշտական ցուցադրություններից բայց ունենք նաեւ փոփոխվող ցուցադրություններ շատ տարբեր մեր արվեստի կենտրոնը իրականում իր տարատեսակ ցուցադրություններով եւ առաջին հայացքից իրարից շատ տարբեր, բայց շատ հետաքրքիր ձևով մեկտեղված ցուցադրությունների եւ արվեստի այսպես համադրություն են։ Կարծում եմ հենց դա էլ գրավում է շատ բաներին, որ չեն սպասում այդքան տարբերություններ եւ այդքան հետաքրքիր ձևով համադրություններ մեկտեղում։ Իսկապես շատ գեղեցիկ է ձեր հուշանվերների խանութն է իսկապես լրիվ դարբերվում է ուրիշ դեղերից ու զգում ես որ մեջը համ ու հոտ կա ու դրա համար միշտ տեսնում ենք օրդար երկրացիներ այդ խանութի մեջ բդդվում են ու չեն իմանում ինչ պետք է առնեն այդքան լավ դարբերակներ կա իսկ բանի թանկարանի նպատակը ինչ է շատ մարդ հրավիրել ավելի ջանաչելի դառնալ ինչ է ձեր առօրյա աշխատանքը ասացի ձեզ իրականում մեր բանը այսպես ասած նպատակը միսիան եւ միսիոնը եւ վիժնը ինչպես է հայերեն այս պահին չեմ կարող հայերեն իր ալտերնատիվ ոնց որ իր միսիան եւ տեսլականը այո շատ գներեք շատ են լեզուներ փոխում դրա համար հաճախ իմ մոտ խառնվում են այո տեսլականը Հայաստանում ներկայացնել աշխարհի լավագույնը եւ հայկական լավագույնը աշխարհի կարծես թե դա են փորձում անել եւ ասեմ որ նաեւ մեր հոգաբարձուների խորհրդի եւ խորհրդի նախագահ Քեթլին Բարադարանի նաեւ շնորհիվ մեր ամբողջ ցուցադրությունները անվճար են մշտապես այնպես որ այդպիսի բան եւ դա իրոք նվեր է ոչ միայն հայաստանցիների համար այլ նաեւ բոլոր այցելուների համար այսինքն հսկայական աշխատանք է տարվում եւ այդ ամբողջը տարվում է անվճար հիմունքներով
այնպես որ շնորհակալ ենք նաև բոլոր նրանց, ովքեր որ տեսնում են դա, գնահատում են դա եւ նաև մեր անդամներին, ովքեր որ իրենց ներդրումներ ունենում այդ ամեն ինչի մեջ, քանի որ մենք այսպես ասած ներդրված է մեզ մոտ անդամակցության գաղափարը, որպեսզի համախոհներ եւ համանման մտածողներ եւ գնահատողներ արվեստի կան մի հարթակ, դրա համար կիրառում ենք այդ անդամակցության ձևը եւ դառնում են մարդիկ անդամներ մեզ անդամակցելով դառնում են մեր մեծ ընտանիքի մի մասը եւ նաեւ իրենց փոքրիկ ներդրում են ունենում մեր ամբողջական գործի մեջ։ Մուտքը երևի ամենափոքր մուտքը համերգներից է, այնտեղ մարդիկ վարձակալում են վերևի դահլիճը, ինչպես մենք ունենք եւ բաների վարձակալություններ, իրականում դահլիճների, այո։ Մի հատ չի շատ է։ Դա մի քիչ տարբեր բաներ ունենք, այո, տարբեր հատվածներ ունենք եւ վարձակալություններ ունենք մենք համերգներ, այդպես նաև թանգարանի խանութը իր բանով, իր մասով, այսպես անդամակցությունները նաև որպես այդպեսին։ Իսկ բարոն Քավաջյանի վաղճանելուց հետո ով է հիմա ընդհանուր հոգապարծուի խորհրդի նախագահ կամ այս պահին ղեկավարողը, ասենք ամենավերևից կա։ Այս պահին հոգաբարձուների մեր նախագահը պարոն Գաֆաշյանի աղջիկ Քեթլին Բարադարանն է։ Հա, աղջիկն է, որ ասեցիք չիմացանք։ Իսկ Սոսի ջան, դուք հիմա туриզմի ոլորտի մեջ աշխատել եք, բավականին շփվել եք туриստների հետ։ Ինչ է բագասում մեր մոտ, որ ավելի շատ турист ստանանք։ Ինչ է ինֆորմացիայի բագասը, օրինակ։ Հիմա ցեր թանգարանը մարդը գալիս միանգամից բոթերոյա տեսնում։ Ինքը ավելի ճիշտ չի, ինչ որ ցուցահանդեսի դուրսում ասվի որ գիտեք այս գործերը Երևանում են ու շատ մարդիկ դրա բաժարով կան այստեղ ինչպես է ձեր դեսլագանը туриզմի ոլորտը զարգացնելու առումով գիտեք այդ մի քիչ միայն մեր մասով չպետք է արվի իրականում ընդհանուր խոսացեք ոչ միայն ընդհանուր կառավարական իրականում հանրահռչակումը անհրաժեշտ ոնց որ երբ որ գնում ես այլ երկրներ արդեն այլ երկրների օթանավների մեջ նույնիսկ բաների ֆլայթերի ժամանակ այդ ամբողջ ռոպագանդան գնում է այցելեք այս ինչ երկիր եւ այլն ավելի շատ այդ մակարդակով է պետք ինձ թվում է բան աշխատանք տանել թեև պետք է ասեմ ինչքանով որ ես եմ ամբողջական մոնիթորինգ դեր քանակական առումով չենք արել բայց երբ որ հիմա վերջնականացնենք թվերը ինչքանով որ ես եմ իմ բանի տակով անցել տեսնում եմ որ այս տարի մեր touristic flow-ն բավականին շատ էր այսինքն անհամեմատ էր անցյալ տարվա մեր բանով էլ ինչքանով որ մենք հանդիպել այսպես ասած բավականին ակտիվ տուրիստական հոսք ունենք Եվրոպայից որտեղից շատ տարբեր երկրներից այս եւ հետաքրքիր որ այս վերջին շրջանում շատ էին շատացել նաեւ ասիական երկրներից Չինաստան, Կորեա, Ֆիլիպիններ, այո, որ այն ժամանակները բավականին ավելի քիչ էին հանդիպում, այս վերջի տարիներին շատ են ավելացել։ Բայց Դուբայից է այդ գիտեք ոչ միայն, չէ, օրինակ չինացիներ եւ այլն այլ խմբեր ոչ միայն Դուբայից, հենց Չինաստանից եւ նահություն Կորեայից եկող ունենք շատ Դուք մասնակցում եք ցուցահանդեսների, թե ընդհանուր Հայաստանի փաթեթի մեջ պետք է լինի այդ ամեն ինչը։ Հայաստանը որ մասնակցում է տուրիստական ցուցահանդեսների մեջ տարբեր երկրներում, ինքը գանչումացես, թե ինչպես է այդ չգիտեմ այդ մասով։ Բայց պետք է լինի այդպես որ ծեր մասին կովազդվի շատ ավելի, որ մարդիկ օրինակ երթամ ես մեգում ասեմ, չգիտեմ մեր քրողներից մեկի դուն թանգարանը Իսպանիայում շատ մեծ հետաքրքրություն չառաջանար, բայց եթե ծեր միջազգային համաշխարհային կորձերի մասին խոսամ, շատ ավելի մեծ հետաքրքրություն կառաջանա Հայաստանը այցելելու, այդտեղ շատ կարևոր կորձիկներ են սրանք մարդկանց համոզելու։ Իրականում Տիրան ջան, այդ կոնտեքստով տեսեք մենք Վենետիկում անցկացվող բիենալեն անցյալ տարին մասնակցել ենք մենք էինք շահել Հայաստանում այդ Նինա Խեմչյանի այո ցուցադրությունը մեզ մոտ իրականացված դա էր շահել բանը մրցույթը եւ մենք ցուցադրվեցինք Վենետիկի բիենալեում, որը շատ մեծ ալիք ունեցավ, շատ հաջողակ բաներ եւ պատվով այսպես ասած կատարեցինք այդ գործը, խենթանալիք կրկնօրինակ այսպես ասած ցուցադրություն ունեցանք այնտեղ եւ դա ինքնին մի ձև էր հանրահռչակման Ինչ դարիք է դեռնիտ այնտեղ ըստեղի կորձերից թե միայն կովազդային նկարներ Չէ, Նինա Խեմչյանի հենց ցուցադրությունը որ ունեցել ենք, եթե
չեք տեսել կարող եք հետո մեր կայքով էլ մտնել տեսնել ցուցադրությունը ինքը կերամիկական գնդերի տեսքով մի խենթանալիք ցուցադրություն շատ հոգևոր եթե չեք տեսել ունենք մեր կայքում այդ 360 աստիճան բանով կարող եք մտնել հետո ցուցադրությունների բաժնում նայել դա ունեցել ենք այդպես մի խոսքով եւ կորզեր կա որ օրինակ ստեղից լանում են մեկ-մեկ օրինակ ես մի անգամ Մոնակոյի հրաբարակն էինք, բոլոր բոթերոյի արցաները ընդեղ են, չգիտեմ, ստեղինը դարան, ժամանակավոր յետբերին, թե չէ, մերը գա դենց, որով գա դենց։ Մեր բոթերոն էստեղ չի գնացել։ Չէ։ Ժամանակավոր դանում են հետ են բերում, այդ դեցաներ չեն գանում։ Չէ, մենք չենք ունեցել, չէ։ Մեր մաները էստեղ են, մեր բոթերոները էստեղ են։ Իսկ այդ ամառները, որ շաբաթօրեր, ուրբաթօրերը լինում է ազգագրական երեկոներ Ցեր թույլտվությամբ։ Այո։ Այդ մի քիչ պատմեք, որ ես միականի անգամ եղել եմ դրանից ավելի հրաշք մտնոլորտ չի գա երդասարտական։ Այո, ինչպես ասում եմ, նաև այդ հետևելով այդ մեր տեսլականին եւ ոնց որ միսիային, դա նույնպես ամեն ամառները, ամեն վերջին ուրբաթ ամսվա, այո, Երևան ժամը 7-ին, այո, գալիս են մեզ մոտ Կարին համույթը, բոլոր համույթներից են բոլոր բաներից են գալիս, այո, իրենց բանով գալիս են բոլորը եւ սկսում են բարել ազգագրական երգեր, երաժշտություն, մի խենթանալիք մտնոլորտ է, այո, հայկական հայրենասիրական ոգին այդտեղ ավելի շատ է շարժվում մի խոսքով այո դա այն յուրահատուկ միջոցառումներից է որ մեր բանով նաև թույլտվությամբ այդտեղ է տեղի ունենում եւ մեր աջակցությամբ այսպես եւ ուրախ ենք հպարտ այդ նմանատիպ շարք ունենալու համար մեզ մոտ մի խոսքով դա նույնպես իր հետին մի այլ էջ է Կովազդային է նաև մտնոլորտը հայրենասիրությունն ցույց տալիս Կաֆեջյանի ամեն ինչը այնտեղ այդ հրաշքները չպետք է միշտ առանց մարդու մնա պետք է միշտ երա այնտեղ Սոսի ջան դուք էլ նաև հետո ընտանիք կազմեցիք երեխա ունեցաք ինչպես է իրենց մտնոլորտը Հայաստանում Շատ հայ են Չուզի արդեն Շատ լավ է չեմ կարող դժգոհել իրականում մեծ ընտանիք ունեմ եւ հայրական ընտանիքս է մեծ եւ ամուսնուս ընտանիքը շատ մտերմիկ եւ ինձ թվում է դա է որ շատ ապահում մարդկանց ինչ որ երկրում ասում իրականում նաեւ մարդիկ են երկիրը մտնոլորտը ընտանիքի եւ մարդիկ են ովքեր որ քեզ պահում են այդտեղ դա շատ կարեւոր է որ մարդիկ մնան լավ չկորցնեն այդ ինչ որ ունեն որովհետեւ այդ լավը շատ դժվար է պահել իրականում եւ մեծ ջանքեր է պահանջում հատկապես այս դարում երբ որ ամեն ինչ այնքան արագ է եւ այնքան թվային է դարձել մարդիկ շատ դեպքերում կարիք ունեն հենց իրական շփումների եւ այդ շատ կարեւոր է որ բաց չթողնել անգամ այդ խիտ բանի մեջ ժամանակացույցի մեջ այդ բահերը միշտ օգտագործեն շփվելու որովհետեւ դրանք են այս պահին այս պահիդրությամբ այո հարստություններ դարձել փողը չի հարստություն դրանք են հարստություն որովհետեւ ամեն ինչին մարդը սովորում է իրականում ես բան էինք անցկացնում ինչու այն ժամանակ որ փոքրիկ մի քիչ ուրիշ էր հիմա արդեն փոխվել է ամեն ինչ բայց հասկանում ես որ իրականում եւ դա է հիմնականը որ քեզ պահում է որտեղ որ դու ես այդ ամեն ինչը բայց Գերմանիայում չեք կարաբահեիք ես Ես վերջերս գնացել եմ Գերմանիա բայց այդ շունչը չեմ զգացել դիրանջան ունեք բարեկամ Չէ բարեկամ չունեմ արտասահմանում շատ բարեկամներ ունեմ չէի գուզի իրանց նման լիներ ավելի լավ աստեղ ավելի հեշտ է ոչ թե ավելի լավ ավելի հեշտ է աստեղ բահել Ուղղակի մի քիչ դեռ Հայաստանում թույլ է տալիս մի տեսակ ուրիշ վայբը Հայաստանի հայ մարդկանց նաև վայբն է մի քիչ ուրիշ այսպես ասած ճիշտ է մենք շատ sense էմոցիոնալ շատ բան ենք բայց այդ տաքությունը ամեն դեպքում դեռ կա հուսով եմ երբեք ոչ միայն ընտանեկան է միջ մարդկային այդ հարաբերությունների մեջ դեռ պահպանվել է այդ ջերմությունը ամեն դեպքում հուսամ այդպես էլ կմնա հա ինձ թվում է դա է որ պահում է մեծամասն մարդկանց այստեղ Հայաստանում որտեվ դժվար է կյանքը իրականում բայց բաներ կան որ արժեքներ կան որոնք որ պահում են ամեն դեպքում իսկ դուք ընկերներ ունեք որ sense ծեր խորհուրդներով կարող է հայրենադարձեն Իրականում ունեմ ընկերներ, բայց չեմ կարծում, գիտեք, որովհետև արդեն մեծ տարիքում մի քիչ դժվար է, երբ որ մարդ կայանում է միտեղ, այդ մեծ տարիքում շատ լուրջ պատճառ պետք է լինի, որպեսզի մարդը կարողանա բան։ Թեև շատ բարեկամներ ունենք դրսում, իրանք միշտ գալիս են Հայաստան, այսինքն ճիշտ է, ոչ ամբողջապես
հայրենադարձվելու, բայց ամեն տարի գալիս են, այսինքն իրենց կապը այդ միջոցով են պահում։ Մենք դրան էլ կողմ ենք, դրան էլ ենք որ գոնե գալիս են, այո, այդ ձևով գոնե իրանց կապը պահում են եւ հայրենիքի չեն կորցնում իրանց այդ մասնիկը այստեղից մի խոսքով է։ Կարևորը հերթ սերունդները պահպանելն է։ Հիմա այդ սերունդները պահպանված են դրսում, բայց դրանցից հետո եկողները պետք է պահպանվեն, ամենահեշտ ցևը ստեղ պահպանելն է, այդ է մեր նպատակը, որովհետեւ ինչքան որ ունես, բայց քո երեխայի վրա հիմա հատկապես էս թարում չես կարողանում Եվ շատ մոտ բարեկամ ունենք հենց այդ բանից դրդված, որ 3 տղա երեխա եւ 3-ին ամեն տարի, այսինքն դա մեծ ծախս է Ամերիկայի Միացյալ Նահանգներից գալիս են Հայաստան այդ մտքով, որ իրանք հայ մեծանան եւ արդեն մեծ տղաներն արդեն 18 տարեկան են։ Այո, իրանք այնքան հայ են։ Շատ ժամանակ վաու հայ են, որ չես սպասում, որ այդքան հայ կորան լինեն Ամերիկայի պես տեղ մեծանալով, որ այսինքն եւ Լոս Անջելեսում չեն որտեղ որ ավելի հեշտ է հայ մնալը, քանի որ ամեն դեպքում համայնքը ավելի մեծ է։ So այդ մարդիկ հենց այդ մտածելակերպի շնորհիվ այդ երեխաները իրանց արդեն արմատավորված հայ են։ Աստված տա։ Բայց մի բանանտես այդ կամ փողը ծախսելով գարելի է այստեղ մի հատ բիզնես անել ու սկսել ամեն տարի փոխանակ զորով կարողանալ այցելել ոնց որ մենք արեցինք, մենք էլ փոքր տարիքով չարեցինք այդ ամեն ինչը, եկանք, բայց պիտի մի դարիմը մի քիչ կարողա դանջվես, մի քիչ դժվարություններով անցնես, բայց անհնարին բան չի, հատկապես հիմա թեր 90-ականներում շատ ավելի դժվար է։ Հիմա է որ ավելի հնարավորություններ կա շատ ոլորտներում, հատկապես туриզմի ոլորտում շատ ներդրումներ կարելի անել եւ զարգացման։ Իրականում այդպիսի նպատակներ ունեն իրենք, այնպես չի որ չունեն, բայց մի քիչ ավելի ուշ բանում, կարծում եմ թե մտածակ վստահ եմ որ իրենք վերադառնալ են, այնպես որ հայրենադարձի լավ օրինակ եք դուք։ Երկու անգամ հայրենադարձից էր ծնող եւ դուք Աստված օրհնի ձեր ընտանիքը։ Շնորհակալություն այսքան դեղեցությունների համար, Կաֆեջան թանգարանը մեր սրտի հարազատ է։ Դուք ել մեջ շատ աշխուժ աշխատողներից եք։ Մերսի։ Աստված բայեցես եւ հաջողություն եմ մաղթում։ Մերսի Դիրանջան, ձեզ լավ տարի խաղաղ առողջ ամենակարևորը շնորհակալություն։